Եթե շրջափակվեմ թշնամիներով Դու ես ինձ ազատ արձակ կողը թեև կանգնած լինեմ մահվան զորում Դու ես ինձ կյանք տվողը Եթե շրջափակվեմ թշնամիներով Դու ես ինձ ազատ արձակ կողը թեև կանգնած լինեմ մահվան զորում Դու ես ինձ կյանք տվողը Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Պատերազմի ժամանակ թշնամուս վրա Դու ես իմ սուրը շարժում Ով Տեր հաղթանակիս պատճառնել Խաչի արյունն է Սուրբ հոգու զորությունն է Պատերազմի ժամանակ թշնամուս վրա Դու ես իմ սուրը շարժում Ով Տեր հաղթանակիս պատճառնել Խաչի արյունն է Սուրբ հոգու զորությունն է Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Բոլորով միասին Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Զոհար սեղանին բարձրացրած զոհս Երկնքից իջած կրակներ այրում Որ բարձրանա դեպեր զուխնանուշահով Քեզ համար թագավորների թագավոր Զոհար սեղանին բարձրացրած զոհս Երկնքից իջած սուրբ կրակներ այրում Որ բարձրանա դեպքեր զուխնանուշահով Ուրախ եկել իմ ծափերի ներքո Փառքը քոնն է Հիսուս Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Բոլորով միասին երգենք Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս ալելույա Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի Եկեք բոլորով միասին դավանենք Եթե դու ես իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից պիտի վախենամ Եկեք միասին երգենք բոլորով համարձակ Փառքը քոնն է Հիսուս Փառքը քոնն է Հիսուս ալելույա Փառքը քոնն է Հիսուս Փառքը քոնն է Հիսուս ալելույա Եթե դու ես իմ Տերը իմ առաջնորդը ես ումից
Եթե դու ես իմ Տերը, եթե դու ես իմ Տերը, իմ առաջնորդը, ես ումից պիտի վախենամ։ Ալելույա, եկեք միասին ծափահարենք մեր Տերերի Տեր արքաների արքա Հիսուսի սուրբ ներկայությանը փառավորենք մեր երգերով, մեր ծափահարություններով, ալելույա։ Ալելույա, փառք մեր Տիրոջը, շարունակենք փառաբանությունը, մեր անձերը հանձնենք Աստծուն, որովհետև նա է կյանքը, նրա մեջ է կյանքը, նա է սերը, նա է երջանկությունը։ Եկեք օրհնենք մեր Աստծուն, փառավորենք նրա սուրբ անվանը։ Ալելույա։ Ամեն։ Տիրոջ մնանք նրա սուրբ ներկայության մեջ։ Միանանք բոլոր երկնքի քերոբերեն եւ սորոբերեն, ովքեր որ երգում են մի սուրբ ես Տիրոջը։
Սուրբ ես, Սուրբ, Սուրբ ես, Սուրբ, Սուրբ ես, ամենակարող։ Միանանք երգչախմբին ասելով Սուրբ ես, Սուրբ, Սուրբ ես, Սուրբ, Սուրբ ես, Սուրբ, Սուրբ ես, ամենակարող։ Կտան գովասանք ես, գովասանք ես, կտան գովասանք ես, կտան գովասանք ես, կտան գովասանք ես, ամենակարող, կտան գովասանք ես, կտան գովասանք ես, կտան գովասանք ես, կտան գովասանք ես, ամենակարող։ Արքո անվանը, Արքո անվանը, Արքո Արչև ցցում ենք ողզոր Աստված տենես ամենին Քո մասին պատմում ենք քո սիրո Աստված վերես ամենին Քո արչև ցցում ենք Քո արչև ցցում ենք ողզոր Աստված տենես ամենին Քո մասին պատմում ենք քո սիրո Աստված վերես ամենին
բժշկում ես քո յուղոցում սրբացնում ես բարձրացնում ես քո շնորհքով լեցնում Հոսանա Հոսանա արքային բարձր Տիրոջը ազգերի Նա է արժանի միայն պատվի և փառքերի Հոսանա արքային բարձր Տիրոջը ազգերի Նա է արժանի միայն պատվի և փառքերի Չեր սնցում ենք ով հզոր Աստված տենես ամենի Քո մասին պատմենք ով սիրո Աստված պատմում ենք ով Վերես ամենից Քո առջև սնցում ենք ով հզոր Աստված տենես ամենի Քո մասին պատմում ենք ով սիրո Աստված վերես ամենի Դու փրկում ես Դու բժշկում ես Քո յուղոցում Սրբացնում ես Բարձրացնում ես Քո շնորհքով լեցնում Հոսանա արքային բարձր Տիրոջը ազգերի Նա է արժանի միայն պատվի և փառքերի Հոսանա արքային բարձր Տիրոջը ազգերի Նա է արժանի միայն պատվի և փառքերի Որտենք հարյալ Որտենք հարյալ ես զորավոր Տիրոջը և թող փառքն չի մեր շուրթերից Որտենք հարյալ ես զորավոր Տիրոջը նա փրկել է մեզ խավարից Որտենք հարյալ Որտենք հարյալ ես զորավոր Տիրոջը և թող փառքն չի մեր շուրթերից Որտենք հարյալ ես զորավոր Տիրոջը նա փրկել է մեզ խավարից Եվ տեն ընտրել է մեզ լինել իր հետ միշտ ուրախանալ և կերպարել սնցալ Ոչ ենք որ տենը միակ փրկությունը մեր և հավիտյան արքան Եվ տեն ընտրել է մեզ լինել իր հետ միշտ ուրախանալ և կերպարել սնցալ Ոչ ենք որ տենը միակ փրկությունը մեր և հավիտյան արքան Որտենք հարյալ Որտենք հարյալ Զորավոր Տիրոջը և թող փառքն չի մեր շուրթերից Որտենք հարյալ և զորավոր Տիրոջը նա փրկել է մեզ խավարից Որտենք հարյալ և զորավոր Տիրոջը և թող փառքն չի մեր շուրթերից Որտենք հարյալ և զորավոր Տիրոջը նա փրկել է մեզ խավարից Որտենք հարյալ Որտենք հարյալ և զորավոր Տիրոջը և թող փառքն չի մեր շուրթերից Որտենք հարյալ և զորավոր Տիրոջը նա փրկել է մեզ խավարից Եվ տեն ընտրել է մեզ լինել իր հետ միշտ ուրախանալ և կերպարել սնցալ Ոչ ենք որ տենը միակ փրկությունը մեր հավիտյան արքան Եվ տեն ընտրել է մեզ լինել իր հետ միշտ ուրախանալ և կերպարել սնցալ Ոչ ենք որ տենը միակ փրկությունը մեր և հավիտյան արքան Եվ հավիտյան արքան Հալելույա, փառք Տիրոջը Բարձրացա քո ծափահարությունը, բարձրացա քո ձայնը Եվ ասա ես այստեղ եմ որ Տիրոջը փառավ, ամեն
Հալելույա, փառքես Տեր։ Մենք շնորհակալ ենք եւ գոհանում ենք։ Մենք որդու փառավորում ենք ով մեծ անունը Տեր։ Փառք Տիրոջը։ Մենք գոհանում ենք եւ որդնում ենք Տիրոջ սուրբ անունը։ Մենք խոնարհվում ու փառք ենք տալիս։ Ինչպես որ ամեն երկու շաբթի ժամը 6:30 եւ ամեն չորեքշաբթի 6:30 եւ Կիրակի օրը 2:30 աղոթում ենք փառաբանությունից եւ գովաբանությունից հետո բոլոր հիվանդանոցներում պարկած եւ բոլոր հիվանդների, հատկապես երեխաների համար եւ վստահ եմ, որ Տիրոջ ողորմությունը մեծ է եւ Տիրոջ ձեռքը չի կարճացել մեր կյանքում բոլոր խնդիրների եւ բոլոր հարցերի պատասխանը տա, որովհետեւ ավետարան ասում է մենք այնպիսի քահանայապետ չունենք, որ կարեկից չլինի մեր հոգսերին։ Երբ որ դու հանձնվում ես, հանձնվելը շատ հեշտ է, բայց պատերազմելն է դժվար։ Թողնելը շատ հեշտ է, բայց թշնամու ձեռքից վերցնելն է դժվար։ Եվ սատանան ինչ որ քեզանից վերցրել է, դու պետք է շատ հեշտ ու հանգիստ չթողնես ու հրաժարվես։ Դու պետք է նախ չթողնես, որ նա քո ձեռքից վերցնի, հետո պետք է Հիսուսի անունով ասես, դու պետք է վերադարձնես ինձ։ Ես չգիտեմ, կարող է քո կյանքից դրամական, ֆինանսական կյանքն ավեցրել, հոգևոր կյանքն ավեցրել, գաղջացել, սառել ես, իմիջայլոց ես դարձել, առավոտները Facebook-ով ես վեր կենում, Instagram-ով կամ սուրճով կամ չգիտեմ մուրճով, չգիտեմ վեր ես կենում, չես վեր կենում, փողն է քեզ արթնացնում, թե աշխատանքի գնալն է արթնացնում, որովհետև ստիպված ես գնաս, բայց Տիրոջ համար քո ժամանակը սատանան քեզանից գողացել է եւ դու շատ հանգիստ, շատ սենց իմիջայլոց, շատ ուրեմն ապահովության գիրք ընկած գն, բայց իմացի նա թալանելու է, նա ինչ-որ մի բան պատրաստում է քեզանից վերցնի եւ դու գալու ես, չգիտեմ, կամ չես գալու, ասելու ես դրա մասին, բայց ես քեզ ուզում եմ ասեմ, որ ժամանակ կա, որ դու պետք է վերականգնվես ու ասես սատանա, ես քեզ տալու ոչ մի բան չունեմ։ Գիտեք, մենք շատ սենց մեղ, ինչ-որ սենց հանգիստ, ինչ-որ սենց քնքուշ բաներ ենք ուզում տեսնենք եկեղեցում։ Եկեղեցում այդ քնքուշ-մնքուշ բաներ ընդեղ է, որտեղ որ մարդկանց համար խմելն ու ծխելը դեռ շնորհքի ժամանակաշրջան է, բայց մենք Տեր Հիսուս Քրիստոսյանով եկել ենք այստեղ սատանայի ձեռքից վերցնելու այն ամենը, ինչ որ նա մեզանից տարել է։ Գիտեք, մարդիկ կան, որ մեր անվան հետ փորձում են ինչ որ անպատիվ խոսքեր ասել եւ այլ, մեկ էլ օպ իրանց կյանքում մեկ էլ հանդիպում է, չգիտեմ, չբերություն, մեկ էլ հանդիպում է, չգիտեմ, ֆինանսական կորուստ։ Ես ասում եմ, այդ մարդկանց ասեք, թող մեզանից ավելի շատ զզվեն, նամալամդ ինձանից, երևի երկինքը կբացվի դրանից։ Բնականաբար, երբ որ դու Տիրոջ ժողովրդի նկատմամբ ատելություն ունես, նմանավանդ Աստծո մարդու նկատմամբ, կյանքիդ մեջ ճակերտավոր օգտություններ լիքը կգա եւ դու կվայելես դա։ Եվ ես ուզում եմ ասեմ, որ այն ինչ որ Տիրոջն է եղել մի ժամանակ, կապ չունի, եթե դու մի ժամանակ Տիրոջն ես եղել կամ քո ընտանիքից մեկը Տիրոջն է եղել եւ այլն։ Ես քեզ ասեմ, որ Տերը չի դադարում այդ մեկի նկատմամբ նախանձավոր մնալ։ Այնքան կսիլի։ Միջև այսպես գեդինները փոշում է, այսպես քրքաշ կգան Տիրոջ տուն։ Ես այդ իմ 30 տարվանից շատ եմ տեսել, մարդիկ որոշել են, որ այսօրվանից էլ չեն, բայց ես քեզ ասեմ, դու քո անձի Տերը չես, դու դավանանդ եթե Տիրոջ հետ այստեղ ուխտ ես արել, ընդունես իրան Տեր քո սրտիդ մեջ, դու կարող ես լուրջ չես վերաբերվում, բայց երկիր արիչ Աստված, ասեմ քեզ, շատ լուրջ է վերաբերվել, երբ որ դու կանգնել ես թեկուզ ձևական Հիսուսին քո սրտիդ մեջ Տեր ու Փրկիչ ես ընդունել։ Վերջ, բրծում չունես։ Միևնույն է, նա քո նման չի հանձնվում։ Նա մինչև վերջ գնաց խաչի վրա տվեց իր կյանքը։ Ոչ մի բան չկանգնեցրեց նրան։ Նա կթողի, որ դու կաղքատանաս, նա կթողի, որ դու
դա քո ընտրությունն է, ոչ թե նա է անում դա քո կհիվանդանաս, նա կթողի քո կյանքիդ մեջ կգան արհավիրքներ, մինչև դու հասկանաս, եկեղեցի չեն գնում, որ աղոթեն բախտ բացվի, բախտի գուշակ նայողի մոտ չես գնաց, որ գործերդ լավանա, մի քիչ գլխացավդ անցնի, մի քիչ ընտանեկան հարցերի մեջ խաղաղություն կա, ոնց որ դինջ վեր կենաս կոֆե խմես առավոտը։ Եկեղեցի գնում են մի հատ սաստիկ թշնամու ձեռքից պրծնելու համար, եւ եթե դու չես ճանաչում այդ թշնամուն, նա քեզ կծանոթացնի իր հետ։ Եթե դու չես ճանաչում, ում ձեռքից է քեզ Տերը փրկել, Տերը կթողի քեզ մի հատ լավ կճանաչես, ում ձեռքից ես դուրս եկել։ Բայց եթե չճանաչես, դու մի օր կհայտնվես այնտեղ, որտեղից այլևս չեն վերադառնում։ Որտեղ դիվային աշխարհի ներկայացուցիչներ կան, որ դու այս կյանքում չես հանդիպի։ Ամենասարսափելի դևերը դրանք դժոխքում են։ Այնտեղ իրանց աշխատանքն են անում։ Եվ նրանք չեն թողում դժոխքը։ Այնտեղ այդ քարոզիչ չի լինելու քեզ, որ արթնացնի։ Վերջացավ արտության քարոզները ասելը։ Ինչքան մարդ եմ տեսել, որ ես այսպես խոսացել եմ, հեգնել են, բայց իրանք ստեղ չեն էլ։ Եվ այլևս չեն էլ կարագան ստեղ, որտեղ իրանց համար այստեղ վերադարձի ճանապարհ չկա։ Որտեղ դժոխքի վրա միայն գրած է welcome, բայց չի գրած դուրս ստեղից, չկա պես բան։ Գիտես, Աստծո թագավորությունը դռներ ունի, որտեղ դու կարող ես մտնես։ Բայց ես վստահ եմ, նույնիսկ եթե այնտեղից դուր լինի, որ դուրս գաս, ես հավատում եմ, որ դու երբեք չես ընտրի տեղ դուրս գալու։ Բայց դժոխքից ինչքան է դուր փնտրես դուրս գալու, տեղից չես գտնելու։ Այնց որ քո գաղջ, քո փսխելու աստիճան վիճակը Տիրոջ համար շատ տհաճ է։ Դա համար պետք է հասկանանք, որ վերջի օրերում ենք ապրում։ Հնարավոր է որ ժամանակը շատ քիչ լինի, զմայլվես քեզանով։ Քո անցողիկ արդեն իսկ գոյություն չունեցող գեղեցկությամբ։ Բայց կգա մի օր, եւ Տիրոջ եկեղեցին կհափշտակվի։ Քո եսիդ մասին աղմաղ պատմություններդ կմնան։ Ինչքան մարդ է քեզ ճանաչում, ով է ճանաչում, ով է զանգում, ում ես դու ճանաչում, ինչ կռուգի տեր մարդ ես։ Մարդիկ լավ աշխարհ էլ կռուգից են խոսում։ Տերը մեզ ողորմի, որ մենք ուզում ենք ոչ թե Տիրոջ աշխարհին ճանաչենք, մենք ուզում ենք Տիրոջ հաշվին պոպուլիստ դառնանք, մենք ուզում ենք ճանաչվենք։ Աստված ուզում է մեզ օգտագործի կորսվածների մեջ։ Տիրոջը չի հետաքրում այսօր քանի հոգու ես դու տեսեք, քանի ես ճանաչում։ Տիրոջը հետաքրում է քանի հոգու ես դու պատմել Քրիստոսի մասին։ Քանի տկարի համար ես աղոթել։ Քանի հոգի, ոչ թե այս ինչ եկեղեցուց դաստիարակել ես, էս սարել են, էս սարել, հավաքել ես գլխիդ, ինչ որ աղոթքաժողովներ ես սարել եւ այլ։ Քանի հոգու փրկության պատճառ ես դարձել։ Երեք հոգևոր կյանքում կա երկու պտղաբերություն, դա հոգու պտուղն է, որ մենք պիտի դրսևորենք, սեր, խնդություն, խաղաղություն, ժուշկալություն, համբերություն, հավատ եւ այլ, հավատարմություն։ Եվ կա երկրորդ պտուղը, եւ դա ինձ համար շատ կարեւոր է եղել հոգևոր կյանքում։ Ով կապաշխարի միջոցով։ Մարդիկ կան հələ իրանց 25 տարվա ավետարանած հոգիներ են այցելում իրանց մխիթարելով, թե իրանք ավետարանի չեն։ Ես մի բան ուզում ասեմ։ Քո կյանքում սատանան ամեն ինչ հնացնում է։ Կյանքդ էլ է հնանում, շորերդ էլ են հնանում, դու ես հնանում, քո ավետարանչությունդ էլ է հնանում, նոր բան չկա։ Բայց ես մի բան եմ ուզում ասեմ։ Ժամանակ կա նոր բան անելու։ Ժամանակ կա, երբ որ նստում ես ավտոբուս, ոչ թե մանգաս ով է հավատացյալ, այլ մանգաս ում կարելի է խոսել Քրիստոսի մասին։ Հա ոնց որ ձեր աչքերի մեջ տեսնում եմ դուք ավետարանական եք, յա դուք էլ հոգեկալստական եք, դուք իցունական եք, դուք բապտիստ եք, յա եկեք նստեք իրակով, ես եմ, ուй,
Դողդողացի։ Տեր առաջնորդում ա քեզ գնաց մտես շենքերը, ոչ թե նայես ով հավատացյալ դուրս ծեցես, այլ գնաս այդ շենքի վերևի հարգից դուրս ծեցելով իջնես։ Եվ եթե մեկը քեզ ասի, որ ես այսինչ եկեղեցում դուրը փակես, ես կամար չեմ եկել այսօր Տեր օրդի։ Իսկ կան մարդիկ այստեղ, որոնք որ դժոխք պիտի գնան, ես իրանց համար եմ եկել։ Այնքան եմ տեսել պոպուլիստ հավատացյալներ, ես այդ մարդկանց մեջից դուրս եմ եկել շուտվանից։ Եվ ինձ արդեն մոտավորապես 25 տարի է հետաքրքրում մի բան, ով կփրկվի իմ ծառայության միջոցով։ Ինչ հետաքրքրում, քանի հավատացյալ է հիմա նայում։ Ինձ հետաքրքրում է քանի նոր մարդու ես կխոսեմ Քրիստոսի մասին։ Ես պատրաստվում եմ 1000 եւ 100 հազարավոր մարդկանց խոսեմ ավետարան։ Ես չեմ պատրաստվում Քիմ Քարդաշյանի նման լայքեր հավաքել եւ Instagram-ում հայտնի լինել։ Ես reality show-ի ներկայացուցիչ չեմ։ Ես Աստծո թագավորության ներկայացուցիչ եմ։ Մեկ sense կներեք տխմար հարցադրումներով գալիս են, ասում են հանդիպեցինք, այսինչ եկեղեցու, այսինչին հարցրեցինք, քո մասին չի ճանաչում։ Ժողովուրդ, այս գավառական հոգեբանությունից երբ պիտի ազատագրվի Աստծո ժողովուրդը։ Իսկ ինչին պիտի ճանաչի, շատ պետք է սա իրա ճանաչել է ինձ։ Ինձ երկինքն է ճանաչում։ Ես Հիսուսյանով որ ձեռքս բարձրացնում եմ, դժոխք խավարը ցրվում է։ Պետք չունեմ մի հատ այս սիլեմ մեկին, որ լսի ինձ։ Ես ազդեցություն ունեմ։ Ես իշխանություն ունեմ։ Ինձ ոչ դժոխքը գիտի։ Ես ահու սարսափ եմ դիվային աշխարհի համար։ Աղքատության անեծքը եւ խավարի ծրագրերը իմ կյանքում շուտվանից խորտակված են։ Ես դուրս եմ եկել, որպեսզի գնամ Տիրոջ արքայության ավետարանը քարոզեմ։ 25 տարի առաջ շատ ապահով տեղից։ Եվ փառք Տիրոջը մինչև այսօր իմ Տերս ինձ հետ է։ Ու չեմ երազել հանդիպեմ հավատացյալների հետ, հավատացած չեմ ուզում հանդիպեմ։ Ամբողջ իմ նպատակս։ Այս ինչի հետ ուզում ենք քեզ ծանոթացնենք, ասում եմ Աստված իմ, հեռու գնացեք ինձանից, հեռու։ Ձեր այդ սպասի երեկոները, բորշի կեսօրները, ձեր այդ չայի առավոտները այստեղ սա։ Ձեր այդ կոնֆերանս մարդիկ իրեք այնքան հոգևոր կյանքում ընկել են, իշխանությունը կորցրել են աշխարհի եւ կորսվածների վրա, օր ու գիշեր հավատացյալներով հավաքվում կոնֆերանս են անում։ Messenger-ս ու այն մյուսը ինչա։ WhatsApp-ս բացեմ, հրավիրում են, օրը մեջ, կես ժամը մեկ հրավիրում են, այս ինչ կոնֆերանս են, ինչ կոնֆերանս, 2 հոգի բեր, 10 հոգի բեր, 15, հա։ Կյանքս դրել են, որ մարդիկ ապաշխարեն, բերեմ թե կոնֆերանս անեք։ Գլուխներդ էլ գովեք, գնացեք, արքայության ավետարանը, կորսվածների մեջ ավետարան եք խոսացեք։ Տեսեք, մի հոգի ձեզ լսող կա, տեսեք, ձեր ծառայությունից մի հատ դև կփախնի, 30 տարի է տեսնում հավատացյալների մեջից դև են քշում։ Մեկ ավետարանչական ծառայությունների ժամանակ երբ հրավեր ալինում առաջ, ես եկեղեցու կեսը գալիս է առաջ։ Ասում ես այս մարդիկ քանի անգամ են Հիսուսին Տեր ու Փրկիչ ընդունում։ Մեկը չկա որ սովորացի ասի Հիսուսին մեկ անգամ են Տեր ու Փրկիչ ընդունում։ Մի անգամ են ծնվում մարդիկ, մի անգամ։ Եվ ես վստահ եմ, որ այսօր ժամանակն է որ արթնանանք։ Երբ որ մարդիկ կորցնում են իրանց ազդեցությունը, մարդիկ ուզում են միաբանեն եւ ինչ անուն ասես ասում են իրանց անվան շուրջ։ Ասում են այսօր մենք ուզում ենք միաբանության ծառայություն անենք։ Ասում եմ ում անվան շուրջ եք միաբանվելու, Հիսուսի, թե ինչ որ մի հատ 89 տարեկան պապուս, որ ես ինչ հովիվ է եկեղեցու, կորցրել է ամեն ինչ, հիմա եկել է միաբանում ասաղին։ Ասում չէ, ինք ուղղակի անցկացնում է, գնում ես ամբողջ ծառայությունը էկրանի վրա իրան է գովազդում։ Это я летом новый iPhone. Это я Сочи. С братом Рудзиком, с братом Павлушем. Սաղ ժամկետն անցած ծեր մարգարեներ են։
ասեմ հավես չունեմ այստեղ գալու։ Եվ ժողովուրդները բերեմ այդ աթոռները, որ լրացնեն ինչ, իրանք արդեն 2 ժամ Տիրոջը պաշտել են։ Աստված ասում է բանակս մի հոգնածրա։ Ես մոտավորապես արդեն 20 տարի է ոչ կոնֆերանս, այս բաները չեմ մասնակցում։ Բայց եթե մեկը գա Հայաստան, ինձանից առաջ փորձի արքայության ավետարանը քարոզել նոր մարդկանց մեջ, ես կգնամ այդ դահլիճի պոլերը կավլեմ։ Բայց հայտնվելու մի տեղ, որտեղ հովիվները քեզ բարևում են, վայ եղբայր, ես ճանաչում եմ, ինձ առաջի շարքի սա կկանչեն, կնկարվեմ իրանց հետ, սենց կնկարեմ այդ ժողովուրդ, հետո կգցեմ Facebook կասեմ, ես իմ եկեղեցին է։ Փառք Տիրոջը, ինչ հրաշալի է, որ մարդիկ այսօր փողոցում հանդիպում են իրանց առաջնորդներին։ Դե մարդիկ կան հոգևոր առաջնորդ չունեն, գոնե իրանց երկրի ղեկավարին են հանդիպում։ Փառք Աստծո, մաղկված չեն ապրում։ Գոնե մարդկանց հետ խոսալուց կենդանի են խոսում։ Արհեստական բանականությամբ չեն խոսում, ծիծաղս գալիս է այ մարդ։ Այսօր հովիվներ կան, իրանց քարոզներն են գրում արհեստական բանականությամբ։ Զորմանում ես այ մարդ։ Ոնց կարելի է Սուրբ Հոգու թողել արհեստական բանականության ասել մի հատ գրի ինձ համար արյան մասին քարոզ։ Ոնց կարելի է ժողովրդին տանել ասել օնլայն եկեղեցի, թող չորանան Հիսուսյանով բոլոր օնլայն եկեղեցիները։ Քրիստոսի եկեղեցին կենդանի է։ 7 հոգի հավաքվում են 9 ժամ իրար հետ զումով յանի եկեղեցի են խաղում։ Երևանից 8 հոգի եկեղեցու ինչ-որ անդամ, եսին որտից, եսին ինչ, բայց ուր է գնացել մեր իշխանությունը սատանայի խավարի դիվային ուժերի վրա, որ ասենք Հիսուսի անունով վերադարձրած այն ժողովուրդը, որ պատկանում է Տիրոջը։ Մենք ունենք այդ իշխանությունը։ Մենք գնում ենք այդ իշխանության մեջ։ Եվ մենք հավատում ենք այդ իշխանությանը։ Եվ այսօր նորից ես ասում եմ, ես աղոթում եմ հազար ներողություն թողներեն ինձ բոլոր իմ հավատացյալ քույր եղբայրներս, որոնք 100 տարի եկեղեցում են, բայց հələ դիվային աշխարհի ազդեցության տակ են եւ իրանց հովիվներին եւ իրանց առաջնորդներին չեն գնում ասում, ինչի է խավարը իմ կյանքից մեջ նստած։ Ես աղոթում եմ բոլոր այն մարդկանց համար առաջինը, ովքեր որ Քրիստոսին չեն ճանաչում, ովքեր որ հնարավոր է, որ այսօր ինձ առաջի անգամ են նայում։ Բայց ես չեմ ասում հավատացյալները թող չաղոթեն, աղոթեք։ Ու եթերով։ Բայց ես բարձրացնում եմ իմ ձեռքերս հիմա Տեր Հիսուս Քրիստոսի անունով, բոլոր այն հիվանդների, բոլոր այն տկարների, բոլոր այն ընկածների եւ թուլացածների վրա, ովքեր որ ինչ-ինչ պատճառով հայտնվել են անօրենի թիրախում։ Հիվանդությունը դադարեցրել է քո ուրախությունը եւ քո կյանքից վերցրել է իմաստը։ Ես ասում եմ այսօր Հիսուսի անունով, ես վերադարձնում եմ Հիսուսի անունով, ես վերադարձնում եմ քո առողջությունը։ Ես վերցնում եմ սատանայի ճիրաններից քո կյանքը։ Ես քանդում եմ ամեն սատանայի խավարի դիվային ուժերի հարձակումները քո ընտանիքի վրա եւ նրա բոլոր գործիքները փչացնելով Հիսուսի անունով խափանում ու արգելում եմ բոլոր կախարդների ու կախարդությունների գուշակությունների ազդեցությունները Հիսուսի անունով։ Ես հավատում եմ, որ իմ մեջին ավելի զորավոր է, քան նրա մեջինը, ով որ քո կյանքիդ մեջ բերել է անախորժություն, քո ընտանիքիդ մեջ բերել է վեճ, կռիվ, բամբասանքների, դատերի, չարախոսությունների տարբեր ճանապարհներով Հիսուսի անունով ես քանդում եմ այդ ամեն անեծքները եւ թուղթուկները քո կյանքում եւ ես խոսում եմ խաղաղություն ու հաշտություն քո երեխաների մեջ, քո ընտանիքի մեջ, քո մարմնի մեջ։ Ես բժշկություն եմ խոսում եւ ես տեսնում Տիրոջ ձեռքը քո վերքերի վրա։ Դիր քո ձեռքը եւ աղոթիր։
Փակիր քո աչքերը եւ ասա Հիսուսյանով ես ընդունում եմ Տիրոջ վերքերի բժշկությունը իմ մարմնի մեջ քաղցկեղ դու ի վրա իշխանություն ունես եւ իմ կյանքս չի մնալու հիվանդության մահվան խավարի մագիլների մեջ դուրս Հիսուսյանով ես հալածում եմ ամեն խավար ուժերը ամեն հիվանդությունները եւ ես խոսում եմ որ Հիսուսը թագավորի քո սրտիդ մեջ Փառքես Տեր Հիսուս մենք իշխանություն ունենք այսօր բարձրացնելու մեր ձեռքերը քո անունով մեր քահանայապետ որովհետև այնպիսի քահանայապետ ունենք որ կարող է մեզ կարեկից լինի մեր քահանայապետ չպատկերացնես նրան սև ինչ որ շորերով անդուր միրուքով մեկին նրա սքանչելի տեսքը Քերել էր Հովանեսին, երբ որ նա տեսել էր։ Նա սև շորեր չկա, երկնքում ոչ մի քահանա սև շոր չի ակնում, եւ երկրի վրա ոչ մի քահանա, որը Տիրոջից է, սև շոր չունի։ Որտեւ մեր անդերսները ճերմակ են, նրա արյամբ սրբված, մաքրված, արդարությամբ։ Հիսուս, ես խոնարհվում եմ քո առաջ։ Եվ քո գահիտ առջև կանգնած ենք համարձակությամբ շնորհք եւ ողորմություն խնդրելու որտեղ դու պատշաճ ժամանակին հիմա քո փառքի զորությամբ կհպվես Տեր ես աղոթում եմ որ քո զորավոր ներկայությունը լցվի բոլոր հիվանդասենյակները այն վայրերը որտեղ որ հիվանդները աղոթում են քեզ աղաղակում են քեզ խնդրում են իրանց աղոթքը բարձրացրել են դեպի երկինք ինձ հետ միասին հավատում են ես խոսում եմ բժշկություն նրանց մարմնի մեջ նրանց ոտքերի վրա զորություն եմ խոսում ում ոտքերը որ անդամալույց են ուժ չունեն կանգնելու ես խոսում որ քո զորությունը գա եւ բոլոր նրանք ովքեր որ շարժասալյակի մեջ են ուժ գտնեն վեր կենալու եւ քայլելու Հիսուսի անունով ես խոսում եմ բժշկություն գլխուղեղի հիվանդությունների վրա ես խոսում եմ արյան հիվանդների վրա ես խոսում եմ բոլոր երեխաների մանուկների պատայների վրա ովքեր որ հիվանդ են Տեր Հիսուսի անունով եւ անցնում են այդ բուժման կուրսը ես խոսում եմ ազատագրություն Հայաստանում եւ Հայաստանից դուրս փառքես Տեր Օ, փառքես Տեր, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, ես հալածում եմ ամեն խավարի դիվային ուժերը, Հիսուսի անունով, նրանց ակաշներից որ խուլ են, եւ ես խոսում եմ բացվեն ակաշները խուլ, եւ լսեն, համը շուրթերը խոսեն, կախ ոտքերը քայլեն, տկար ձեռքերը բարձրանան, ամեն հիվանդություն, ամեն ցավ, Հիսուսի անունով ջախջախում եմ եւ աղոթում եմ որ ազատագրություն գա ու բժշկություն Տեր, ամեն նայող, թող բարձրացնի իր ձայնը, բարձրացրա ասա, ես ընդունում եմ այս բժշկությունը ես ընդունում եմ այն իշխանությունը որ ինձ ազատագրում է մահվան դատավճռից Հիսուսի անունով հալելույա փառքես Տեր Օ ես աղոթում եմ Հիսուսի անունով խավար դիվային ամեն ուժերը որ ծրվեն ու հանջեն բոլոր ընտանիքներից անխաղաղությունը ամեն տեսակի խավարի անեստերը քամդելով վիժեցնում եմ ամեն սատանայի խավարի ծրագրերը քո կյանքում եւ հալածում ամեն դևերը եւ դիվային ուժերը որ քեզ հանգիստ չեն տալի գիշերը քնելուց եւ ցերեկը կյանքդ քո խաղաղության մեջ կա Հիսուսի անունով ամեն մտքերից խաղաղություն եմ խոսում Հիսուսի արյան զորությամբ ընդունիր քո մտքի մեջ քո հոգու մեջ խաղաղությունը հալելույա վերականգնիր Տերս բոլոր նրանց ովքեր որ հեռացել են ընկել են տկարացել են քեզանից թող քո զորությունդ գա նրանց ծնկները նորից ծալվեն թող նրանց շուրթերը նորից դսվեն գողությամբ փառաբանությամբ թող նոր ծնկներ ծալվեն թող նոր շուրթեր քեզ փառաբանեն թող նոր ձեռքեր բարձրանան եւ ասեն Հիսուս դու իմ Տերն ես հալելույա մի ամաչիր ասա մի ամաչի ասա Հիսուս շնորհակալ եմ որ ինձ քո արյամբ սրբել ես, իմ մեղքերս ներել ես, շնորհակալ եմ որ խաչի վրա քո կյանքն ես տվել, ասա փառք ես Հիսուս, ես ընդունում եմ քեզ իմ սրտիս մեջ որպես Տեր ու Փրկիչ, ներիր ինձ եւ մաքիր քո արյամբ, հալելույա։ Օ Սուրբ Հոգի, փառք ես, օ հալելույա։ Թող այս բժշկության պարգևը զորությամբ այցելի մաքրի ամեն հիվանդություն, ամեն ցավ, ամեն տկարություն, ամեն խավար, փառք ես Տեր, Հիսուս,
Փառավորում եմ քեզ, մեծարում եմ քեզ։ Օ, որտեղ որ գտնվում ես, կանչի Հիսուս անունը ու ասա. Հիսուս, Հիսուս, դուր այդ անունը, ողջ դժոխքը սարսափում այդ անունից։ Դուր Հիսուս անունը։ Գիտես ում անուն ուզում ես դուր, ոչ մեկ բան չի ասում, բայց Հիսուս անունը զորություն ունի։ Խառնում եմ, ես սիրում եմ Հիսուս անունը տալ, որովհետև զգում եմ ինչպես է դժոխքը նյարդայնանում։ Հալելույա, փառք Հիսուսին։ Հալելույա, փառք Հիսուս։ Կուզես ազատ ելալ, փառք ես Տեր, մենք փառավորենք Տիրոջը, նրա թափած Սուրբ Արյան համար, նրա կրած չարչարանքների համար, փառք Տիրոջը, այս երկի, այս գոհության ժամանակ, շարունակի Տիրոջը աղաղակել եւ ընդունել այս բժշկության զորավոր ուժը քո կյանքում։ Կուզես ազատ ելալ մեղքի բերմեն, մեծ զորություն կա Սուրբ Արյան մեջ, կուզես հաղթողել չարին ամեն, մեծ զորություն կա Արյան մեջ, Զորություն կա, զորություն կա, մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ, զորություն կա, մեծ եւ հրաշալի գառնուկի անգին Արյան մեջ, զորություն կա, զորություն կա, մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ, զորություն կա, մեծ եւ հրաշալի զորություն Արյան, քո մարմնի քո կյանքիդ մեջ։ Կուզես ազատ ելալ չար կիրքերը, մեծ զորություն կա Սուրբ Արյան մեջ, եկ լվացվեք Գողգոթա աղբյուրեն, մեծ զորություն կա Արյան մեջ, զորություն կա, մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ, զորություն կա, մեծ եւ հրաշալի գառնուկի Միասին ասենք զորություն կա ու հավատքով այդ զորությունը ընդունի ազատագրվի, բժշկվի Հիսուսի անունով Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի անգին Արյան մեջ զորություն կա նորից զորություն կա մեծ եւ հրաշալի Հիսուսի Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի Հիսուսի անգին Արյան մեջ Կուզես ազատ ելալ Կուզես ելալ համեստությունը սպիտակ մեծ զորություն կա Սուրբ Արյան մեջ մեղքի բիծեն անհետին Արյան տակ մեծ զորություն կա Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի Հիսուսի անգին զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի անգին Արյան Կուզես Տիրոջ Հիսուսին Կուզես Տիրոջ Հիսուսին ծառայել մեծ զորություն կա Սուրբ Արյան մեջ միշտ իր անվան օրհնություն ալեկեն մեծ զորություն կա Արյան մեջ Կուզես Տիրոջ Հիսուսին ծառայել մեծ զորություն ասա ամեն ուզում եմ Սուրբ Արյան մեջ դառնամ քո ծառան մեծ զորություն կա Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի անգին զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի Արյան մեջ զորություն կա մեծ եւ հրաշալի գառնուկի անգին Ամեն, հալելույա, եկեք բարձր ծափարենք, փառտանք Հիսուսի Սուրբ Արյան համար, նրա թափած Արյան համար, փառք Տիրոջը, գիտես աղբյուր, որ բխում է, խաչից որտեղ ներավ Քրիստոս, գիտես նրան, որ բուժում է, ցավ ու վերքեր, արյունահող,
սխվի որ բխում է խաչից որտեղ մեռավ Քրիստոս գիտես նա որ բուժում է ցավով երկեր արյունահոս գիտես աղբյուր որ բխում է խաչից որտեղ մեռավ Քրիստոս գիտես նա որ բուժում է ցավով երկեր արյունահոս թեև կարմիրիմ շատ մեղքեր և լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց սյունից էլ ինչ չեր բակարեց թեև կարմիրիմ շատ մեղքեր և լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Ձյունից էլ իսպիտակ Թեև կարմիր միասին ասենք Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Ձյունից էլ իսպիտակ արեց Հայրը ծածկեց իր երեսը Եվ խաչի վրա նա կախված է Տես գլխի վրա բարձրացակը Իր չարչարանքն անօգուտ չէ Հայրը ծածկեց միասին Հայրը ծածկեց իր երեսը Երբ խաչի վրա նա կախված էր Տես գլխի վրա շերպսակը Իր չարչարանքն անօգուտ չէ Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ իսպիտակ արեց Ես լսեցի Քրիստոսի ձայն Եվ իմ կյանքը նրանով լցվեց Հեղված արյուն չեղավ ունայն Սյունից էլ իսպիտակ Ես լսեցի միասին Ես լսեցի Քրիստոսի ձայն Եվ իմ կյանքը նրանով լցվեց Հեղված արյուն չեղավ ունայն Սյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ իսպիտակ արեց Հոգնած և վաստակած հոգիս Հանգստություն երկար փնտրեց Եվ ինձ մոլորված ոչխարից Խաղաղություն նա պարգևեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Ձյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Ձյունից էլ իսպիտակ Ամենահրաշալի Սիրում եմ այս լուր միշտ պատմել Թե փրկիչս արյուն թափեց Եվ ամեն մարդկանց պարզ ասել Սյունից էլ իսպիտակ Սիրում եմ այս լուրը ասեք միասին Սիրում եմ այս լուր միշտ պատմել Թե փրկիչս արյուն թափեց Եվ ամեն մարդկանց պարզ ասել Սյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ իսպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր
Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ ինձ սպիտակ արեց Հիմա միայն դալիճը Կարմիրիմ շատ մեղքեր Քնած եք, քնած Հիմա ավելի համարձակ Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ ինձ սպիտակ արեց Միասին Թեև կարմիրիմ շատ մեղքեր Եվ լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ ինձ սպիտակ արեց Թեև կարմիրիմ շատ մեղքեր Փառքես Տեր, Լեռներից մեծ հանցանքներ Քրիստոսի արյունը հեղվեց Սյունից էլ ինձ սպիտակ արեց ամեն, փառքես Տեր Սպիտակ արեց Փառքես քո արյան համար Քո թանկ արյան համար, քո հեղված արյան համար, քո ազատագրող և բժշկող և դժոխքի և խավարի ուժերը ցրող արյան համար, փառքես Հայաստանը բերում եմ քո արյան մեջ, դժոխքի ամեն խավար ուժերի և նրա գործիքների դեմ Հիսուսի անունով, հալելույա Փառքես, փառքես, սոլակ Փարթու տիրոջը ծափարի, բղավի, բարձացրա քո ձայնը և ասա Հիսուսի արյան զորությամբ ամեն սատանայի ծրագրերն ու խորհուրդները թող քանդվեն մեր երկրի մեջ և ամեն Հիսուսի ավետարանի դեմ դուրս եկած ուժերը թող խափանվեն, թող չքվեն, թող փոշիանան Արտաքին աստվածպաշտության կերպարանքը և նրա զորությունը ուրացածները Հիսուսի անունով դուրս և մենք հռչակում ենք քո փառավոր հաղթանակը զորությամբ, ավետարանը զորությամբ, որտև Տիրոջ խոսքը զորությամբ Ամեն Ամեն, ամեն, փառքես Տեր, հալելույա, փառքես Տեր, մենք շնորհակալ ենք այս պաշտամունքի համար, քո արյան մեջ են բերում բոլոր նրանց, ովքեր որ մեզ ուղիղ եթերով նայում են, հավատա որ Տիրոջ ներկայությունը գալիս է, մեծ ուրախություն ու ցնծություն է գալի, որտեղ երկնքի արքայությունը դա ուրախություն է, դա սուգ չի, գիտես երբ որ աշխարհում մարդիկ իշխանությունը կորցնում են, ես ուղղակի օրինակի համար եմ ասում, տխրում են, բայց մենք մեր իշխանությունը չենք կորցնում։ Գիտեք, ճակերտավոր Աստծո ծառաներ կան, որոնց համար իշխանությունը դա իրենց փառքն է, դա իրենց անունն է, իրենց պատիվն է, իրենց գործունեությունն է։ Բայց մեր իշխանությունը Հիսուս Քրիստոսի անունով ամեն սատանայի խավարի դիվային ուժերի վրա է, մարդկանց վրա չի։ Դրա համար մենք մեր իշխանությունը երբեք չենք կորցնում, որովհետև Հիսուսն իր իշխանությունը երբեք չի կորցնելու։ Որովհետև ամեն նրա անունին հավատացողին Աստված իշխանություն տվեց Աստծո որդի լինելու։ Եվ մենք Աստծո որդիներ ենք։ Յող փառավորվի մեր Տիրոջ սուրբ անունը։ Ամեն։ Տերը օրհնի ձեզ։ Կարող նստեք Աստծո խաղաղությամբ։ Հալելույա, փառք Տիրոջ։